Թուրքիան Ադրբեջանի կողքին է, Ադրբեջանն էլ Թուրքիայի։ Այս ուղերձով սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Անկարա։ Հունիսի 19-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում Ալիևին անձամբ դիմավորել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Այցի հիմնական շեշտադրումը եղբայրական աջակցության ցուցադրումն էր, ինչպես խաղաղության, այնպես էլ փորձությունների օրերին։ Քահրամանմարաշում Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Ադրբեջան թաղամասի բացման արարողությանը։ Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ այլ ճգնաժամային պահերին Թուրքիան եղել է Ադրբեջանի կողքին։ Ալիևն ընդգծել է, որ Շուշիի հռչակագրով հաստատված դաշնակցային հարաբերությունները վեր են հառնում քաղաքական եւ տնտեսական ձևակերպումներից։ Մենք պարզապես եղբայրներ ենք, մեկ ժողովուրդ, երկու պետություն, կրկնել է նա Էրդողանի հին կարգախոսը։ Դե իսկ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին, շեշտելով, որ Ադրբեջանը եղել է առաջինը, որ արձագանքել է Թուրքիայի ցավին։ Բացման արարողության ավարտին Էրդողանը մեջբերել է թուրք գրող Աբդուրռահիմ Կարաքոչի Նամակ Ղարաբաղին բանաստեղծությունից հատվածներ։ Իլհամ Ալիևի այցը Թուրքիա պաշտոնական օրակարգից բացի հստակ քաղաքական ուղերձ էր։ Չնայած այցի ընթացքում Հայաստան անունը գրեթե չի շոշափվել, բայց հնչեցված բառերն ու ընտրված ձևաչափը հղի էին կոնկրետ նշանակությամբ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդների շուրթերից հնչեց մի հստակ մեսիջ՝ տարածաշրջանի ապագան կկառուցվի դաշնակցային հարաբերությունների հիման վրա։ Մեկ ժողովուրդ, երկու պետություն սկզբունքը այստեղ վերածվում է ոչ միայն կարգախոսի, այլ նաեւ վերահաստատված ճշմարտության։ Էրդողանի հնչեցրած միտքը, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատմամբ իրենց բնորոշմամբ ազատագրված, սակայն իրականում Արցախի հայաթափված տարածքներում ենթադրյալ վերականգնման գործընթացը ավելի կարագանա, հստակ ուղերձ էր հասցեագրված Երևանին։ Այս եւ Փաշինյանի սպասվելիք այցը տարածաշրջանը կերպափոխելու են ռեգիոնալ նոր պատկերացումների հարթակի։ Ոչ բառերով, այլ ենթատեքստով ասվեց, ով կողքին է կանգնած եւ ինչ ռազմաքաղաքական արժեքներ են դրվում առաջիկա տարածաշրջանային կառուցվածքների հիմքում։ Իսկ թե ինչպես կարձագանքի այս ուղերձներին Հայաստանը, կերևա արդեն վաղը Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ։ Դիանա Կարապետյան, Reopen Media։